Գյուտեր և գյուտարարներ։ Ով է պատճենահանման սարքի հեղինակը։ Ուիլյամ Ադիսը, Թոմաս Էդիսոնը, Չեստեր Կարլսոնը։ Ճիշտ պատասխանն է Չեստեր Կարլսոնը։ 1930-ական թվականներին նրա հայտնագործությունը իրական իրարանցում է առաջացրել։ Աշխատակիցները ուղղակի հիացած էին, քանի որ մինչ այդ նրանք ստիպված էին փաստաթղթերը կրկնօրինակել ձեռքով։ Գյուտարար Չեստեր Կարլսոնին մերժել են ֆինանսավորել 20 ընկերություններում, և միայն 1944 թվականին փոքրիկ Հալոիդ ընկերությունն է որոշել ռիսկի դիմել և նրա հետ պայմանագիր կնքել։ 1961-ին ընկերությունը փոխել է անվանումը Xerox-ի, իսկ հետո սկսել է միլիարդավոր դոլարներ վաստակել։ Հարուստ մարդ է դարձել նաև Կարլսոնը, չնայած քչերը գիտեն, որ հենց նրան են պարտական պատճենահանման սարքի գյուտի համար։ Ով է ատամի խոզանակի հեղինակը։ Պյութագորասը, Ուիլյամ Ադիսը, Բիլ Գեյթսը։ Ճիշտ պատասխանն է Ուիլյամ Ադիսը։ 1770 թվականին Ադիսը հայտնվել է բրիտանական բանտում ապստամբություն հրահրելու համար։ Այն ժամանակ ատամները մաքրել են կտորով և աղով, ինչպես նաև ածխի փոշով։ Ադիսը ոսկորի վրա անցք է փորել, մազերի փունջ է անցկացրել և ամրացրել է սոսինձով։ Ազատության մեջ հայտնվելով նա կարողություն է դիզել ատամի խոզանակների արտադրության շնորհիվ։ 1808 թվականին մահվանից հետո նրա բաղադրատոմսը ժառանգել է որդին։ Ընկերությունը մինչ այժմ գոյություն ունի Wisdom Toothbrushes անվանումով։ Ով է գնդիկավոր գրիչի հեղինակը։ Բիրոն, Մարսել Բիկը, Ժորժ դե Մեստլարը։ Ճիշտ պատասխանն է Բիրոն։ Բուդապեշտի բնակիչ Բիրոն ապրելու համար գումար էր վաստակում լրագրության միջոցով։ Մի անգամ նա նկատել է, որ տպագրական ներքն ավելի արագ է չորանում և քիչ է լղոզվում, քան սովորական թանաքները։ Բիրոն որոշում է դրանով լցնել առաջին գրիչները։ Այդ փորձը չի հաջողվել, քանի որ թանաքը շատ խիտ է եղել։ Այդ ժամանակ նա հնարել է գնդիկը, որը պտտվել է և հավասարաչափ տարածել ներկը թղթի վրա։ Նորույթը արտոնագրվել է 1938 թվականին, իսկ 7 տարի հետո Մարսել Բիկը գնել է արտոնագիրը, այն դարձնելով Բիկ բրենդի խորհրդանիշը։ Ում է պատկանում մազերի չորացման սարքի Ֆենի գյուտը։ Հովհաննես Ղուկասյանին, Անտոն Սուրյանին, Գաբրիել Կազանչյանին։ Ճիշտ պատասխանն է Գաբրիել Կազանչյանին։ Ով է գունավոր տպագրության գյուտի հեղինակը։ Ասատուր Սարաֆյանը, Ժոզեֆ Սլեպյանը, Արմեն Դալաքրանյանը։ Ճիշտ պատասխանն է Ասատուր Սարաֆյանը։ Ասատուր Սարաֆյան, Օսկար Բենկեր։ Գունավոր տպագրության, մեքենաների, ինքնաթիռների փոխանցման տուփի գյուտի հեղինակն է։ Նա ստեղծել է նաև առաջին առանց ասեղի ներարկիչը, որն այժմ օգտագործվում է ամբողջ աշխարհում։ Օսկար Բենկերին են պատկանում նաև ավտոմեքենաների բենզինի պոմպի և ավտոյուղի չափիչի գյուտերը։ Ում է պատկանում հաշմանդամների սայլակի գյուտը։ Լյութեր Սիմիրջյանին, Էմիկ Ավագյանին, Միքայել Տեր-Պողոսյանին։ Ճիշտ պատասխանն է Էմիկ Ավագյանին։ 1961 թվականին նա ստանում է Քենեդիի մրցանակը, ամենակարևոր ներդրումը անդամալույսներին գործնական կյանք բերելու համար։ Ով է տաք և սառը ջրի ծորակի գյուտի հեղինակը։ Միքայել Տեր-Պողոսյանը, Հովհաննես Ադամյանը, Ալեք Մանուկյանը։ Ճիշտ պատասխանն է Ալեք Մանուկյանը։ Ով է հեղուկ ըմպելու ձողերի հեղինակը։ Արտաշես Հայկանյանը, Արթուր Բլբուլյանը, Ռուբեն Էսքեջյանը։ Ճիշտ պատասխանն է Արտաշես Հայկանյանը։ Ով է գունավոր հեռուստատեսության հեղինակը։ Հովհաննես Ադամյանը, Նիկոլա Տեսլան, Պոպովը։ Ճիշտ պատասխանն է Հովհաննես Ադամյանը։ Ով է ստեղծել բանկոմատը։ Բորիս Բաբայանը, Ջորջ Սիմիրջյանը, Արթուր Սաֆարյանը։ Ճիշտ պատասխանն է Ջորջ Սիմիրջյանը։